Կարծում եմ բոլոր падգամավորները ազգային ժողովի հաճույքով են այստեղ եւ հաճույքով կլինեն հետագա օրերը քննարկման ժամանակ եւ ես տեսնում եմ այդ խանդավառությունը նաեւ պարոն Թունյանի մոտ Պարոն Ֆարմանյան, ո՞րն եք տեսնում հանձնաժողովի առաջնահերթությունները, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի Տիկին Մանուկյանը եւ ո՞րն է մեր երկրի համար այս հանձնաժողովի առաջնահերթությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Կարապետյան, ինչպես ես իմ խոսքի սկզբում նշեցի, նախ մեր ամբողջ ներուժը մենք գումարելու ենք իրար, որպեսզի կարողանանք Տիկին Մանուկյանի նեցուկ լինենք, եթե ինքը ընտրվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, մեր առաջնահերթությունները նույնն են, դրանք չեն փոփոխվել։ Թիվ 1 առաջնահերթությունը բյուջեի ծախսերի թափանցիկությունն է։ Մեր հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե բյուջեի միջոցները որ ուղղությամբ են ծախսվում, ինչու ենք մենք օր-օրի ավելացնում պետական պարտքը եւ 3 հիմնական հարցերի պետք է կարծում եմ Տիկին Մանուկյանը ձեռնամուխ լինի, որ մենք 24/7 ռեժիմով ունենանք։ Այն է, ինչու ենք ավելացնում պետական պարտքը, որ ուղղությամբ այդ պետական պարտքը ծախսվում, արդյոք այդ պետական պարտքի հաշվին կատարվող ծախսերի արդյունքում մենք ունենալու ենք տնտեսական աճ թե ոչ, եւ մեր հասարակ քաղաքացին սիրելի ժողովուրդ, ինչ օգուտ է ունենալու։ Այ երբ որ դուք լսում եք թվեր, ասում եք ավելացել է պետական պարտքը, ունենք 15 միլիարդ դոլարի պետական պարտք։ Ես վստահ եմ, որ շատերի մոտ մեր հայրենակիցների հարց է առաջանում։ Մեզ ինչ դրանից։ Հիմա կասեն դպրոց ենք սարքել, մանկապարտեզ ենք սարքել, բայց այդ օր-օրի աճող պետական պարտքը նման է հետեւյալին, որ ենթադրենք տան հայրը ամեն ամառ իր երեխաներին պարտքով տանի հանգստանալու, մի հատ ճոխ մեքենա առնի իր զավակին, թանկ հագուստ հագնվի եւ գլուխ գովի, վերջում զավակը հարց տեսի, լավ հայր ունեմ, հայր ջան, ես ոնց ասի պարտքով։ Մեր երկիրը նմանա դրան, ժողովուրդ ջան։ Հիմա մենք բնականաբար պետք է ձեռնամուխ լինենք, այդ ինչ որ ասեցի, նորից եմ կրկնում, Տիկին Մանուկյանի նեցուկ լինելով, մենք կարողանանք արդյունավետ աշխատել։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Ֆարմանյան, իսկ որ հոդվածների վրա բյուջեի պետք է կենտրոնանա ձեր կարծիքով այդ հանձնաժողովը եւ հիմնականում որտեղ եք տեսնում, որ հնարավորություն կունենանք մենք ազդել, որպեսզի պետական պարտքի աճը այսքան մեծ չլինի։ Պարոն Կարապետյան, նախ մենք մանրամասն դեռ պետք է ուսումնասիրենք, բայց ինձ օրինակ անհանգստացնում է պետական պարտքի տոկոսներին ուղղված եւ նաեւ այդ պետական պարտքի թանկացումն է օրինակ շատ անհանգստացնում։ Եվ որպեսզի մեր ժողովրդին հասանելի լեզվով փորձեմ ասել, գիտեք ինչ, երբ որ պետություն ունի հսկայական պարտք, ունի ճեղքվածք եւ մենք վստահ եմ, որ 1-2 տարի հետո ունենալու ենք ել ավելի մեծ պարտք եւ տեսնում ենք ինչ-որ ֆեստիվալներ են կազմակերպում, վարչաբենդ են կազմակերպում, չգիտեմ, Snoop Dogg են ուզում բերեն Հայաստան եւ դա հիմնավորում է, որ туриզմն է զարգանալու, ես կարծում եմ դրանք ավելորդություններ են եւ մեր երկիրը գտնվում է այնպիսի վիճակում, որ թող ծայրահեղություն չհնչի, բայց ունի նաեւ ինչու՞ չէ հակաճգնաժամային կառավարման, այսպես կարիք ունի։ Բազմաթիվ անարդյունավետ ծախսեր կան, դրանք ցավոք սրտի մեկ տողով հնարավոր չի բնութագրել, բայց կարծում եմ մենք դրան ավելի մեծ էներգիայով պարտադիր հանուն մեր հայրենիքի, հանուն մեր Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի մենք պարտադիր կաշխատենք մեր ունեցած ողջ ներուժով։ Շնորհակալություն։ Իդեպ ասեմ, որ կիսելով մեր ընդդիմադիր գործընկերների էնտուզիազմը նիստերին մասնակցելու առումով, կարծում եմ այսօր մենք կարող ենք նիստ ավելացնել եւ երկար աշխատել հանուն մեր երկրի